Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Քթոյան, Աղաջանյանն արդեն իմ տեղը ներողությունը խնդրեց։ Պարոն Աղաջանյան, հենց կպատասխանեք, որ ձեր սրտի վարչապետը ազգային ժողովում հայհոյանքով է խոսում եւ հանրության հետ հանդիպումներում հայհոյանքով է խոսում։ Եթե դա դուք նորմալ եք հանդիպում, հենց այդ հարցին կպատասխանեք, ես էլ մնացած հարցերին կպատասխանեմ։ Այժմ սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն առավոտից իրիկուն ամեն տեղ բարձրաձայնում են, թե Հայաստանը դարձրել են ժողովրդավարության բաստիոն։ Խաբում եք։ Դուք մոռանում եք հիշել, թե ժողովրդին ինչ խոստումներ եք տվել ՔՎ խնդրելիս եւ ինչ եք կատարել այն ստանալուց ընտրվելուց հետո։ Չեք ուզում խոսել այն մասին, թե ինչու ձեր խոստումները ոչ միայն չեք կատարել, այլ նաեւ ուղիղ հակառակն եք արել։ Բա ինչու երբ եք ներողություն խնդրելու ժողովրդից, ձեր ընտրողներից իրենց խաբելու, ՔՎ-ի դիմաց տված խոստումները չկատարելու համար։ Ինչու չեք այսպես հերթով կարգով ներողություն խնդրում։ ՀՀ ներկայացնում եք ժողովրդավարության բաստիոն եւ երբ հակափաստարկներ եմ բերում թիմերից, հերթով կարգով սկսում եք ինձ հերքել։ Տիկին Ստեփանյանն ասում է, դա նրանից է, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք ժողովրդավարության մասին։ Հետաքրքիր է, որ ինձ հերքում է եւ որպես հիմնավորում կրկնում է իմ ասածը։ Այո, տիկին Ստեփանյան, ես ամեն անգամ խոսել եմ, որ մենք տարբեր ընկալումներ ունենք ժողովրդավարության մասին։ Մեր պատկերացմամբ ժողովրդավարությունն այն է, որ ժողովուրդն է վարում։ Ժողովրդի ընտրած ներկայացուցիչներն են դառնում իրենց համայնքի ղեկավարներ։ Ձեր պատկերացմամբ ժողովրդավարությունն այն է, եւ ժողովրդին եք վարում։ Ձեր պատկերացմամբ ժողովրդավարությունը ամեն ինչ անելն է, որ ժողովրդի ընտրալին հեռացնեք ու մեկուսացնեք։ Ձեր պատկերացմամբ ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան է, ինչը հակասում է ԵԽԽՎ բանաձևերին։ Եվ ի հաստատումն այն բանի, թե Հայաստանում ժողովրդավարությունը բարձր մակարդակի է, խոսում եք Երևանում կայացած ժողովրդավարության ֆորումի մասին։ Դա այն ֆորումն է, որ առանց ընդդիմադիրների դուք ձեզանով հավաքվում իրար գովում եք։ Դա այն ֆորումն է, որ ընդդիմադիր պատգամավորների մուտքը ոստիկանությամբ փակում եք։ Դա այն ֆորումն է, երբ ձեր ղեկավարին հարցնում են Վանաձորում մինչև օրս շարունակվող թիմ խայտարակության մասին, սկսվում է բորբոքվել, խուսափել պատասխան տալուց։ Եթե դրանք են ժողովրդավարության հաստատման ձեր ապացույցները, ապա փաստորեն դուք հիմնավորում եք իմ ասածները, որ ժողովրդավարությունը օր-օրի վերածվում է բռնապետության։ Խոսքի ազատություն եք խոստացել ու ամեն օր գաղտալսումների հիմքով գործեր եք կարում ու կալանավորում մարդկանց, առանց հարգելու անմեղության կանխավարկածը, հերթով արժանամբիոնից ու բոլոր հարթակներից մարդկանց հանցագործ եք կարգում։ Երբ եք ներողություն խնդրելու ձեզ ՔՎ տված մարդկանց այսքան խաբելու համար։ Դուք ժողովրդավարությունը սարքել եք ձեր բրենդը, բայց ամեն օր պատերին եք ծեփում, գետնին եք փռում ու վրան ասֆալտ փռելով առաջ գնում։ Սա է ձեր իրական սարքած ժողովրդավարության բաստիոնը։ Տեսել եք, չէ, հետևել եք, չէ, թե ինչ արագությամբ են ճաքում ու քանդվում ձեր նոր սարքած փռած ասֆալտները։ Գիտեք ինչու։ Որովհետև իրական ժողովրդավարությունը չի կարող ասֆալտի տակ մնալ։ Նա կամաց դուրս է գալու ասֆալտի տակից, բարձրանալու եւ ապտակելու է իրեն այնտեղ պահողին։ Դուք միայն ձեր ընտրյալներին չեք խաբում, դուք խաբում եք միջազգային կառույցներին։ Օրենք եք ընդունել ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկը սկսելու մասին եւ ամեն օր խախտում եք կոպենհագենյան չափանիշներն ապահովելու ձեր խոստումները։ Մարդու իրավունքների պաշտպանությունից եք խոսում եւ խաղաղ ցույցերի մասնակիցների վրա արգելված ձայնային նռնակներ եք նետում։ Իր բողոքը խաղաղ ցույցի միջոցով արտահայտողին բռնի ուժով գետին տապալում ու կալանավորում։ Հիմա արդեն ժողովրդավարության իրական վիճակը փաստերով, հերթով, կարգով։ Ասում եք, թե դուք ընտրություն չեք կեղծում։ Դուք ավելի վատ բան եք անում, դուք անտեսում եք ընտրության արդյունքները։ Դիմում եմ բոլոր միջազգային կառույցներին Հայաստանում ժողովրդավարության կայացման մակարդակը գնահատելիս հաշվի առնել նաև այս փաստարկները։ Գորիս 21 թվական հոկտեմբերի 17 կայանալիք թիմ ընտրություններին ընդառաջ Հայաստան դաշինքի ցանկով ԱԺ պատգամավոր թիմ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժի ցուցակի առաջին համար Արուշ Արուշանյանի նկատմամբ հուլիսի 16-ին քրեական գործ հարուցեցիք եւ նա մինչեւ ընտրությունները գտնվում էր կալանավայրում, սակայն ընտրություններում այդ ուժը հաղթեց եւ Արուշանյանը ընտրվեց համայնքի ղեկավար լինելով կալանավայրում։ Թալին 21 թվական դեկտեմբերի 5 ԿՊ-ն ստացել էր 10 մանդատ, ընդդիմադիրները 11, սակայն դեկտեմբերի 17-ին ոստիկանական շանտաժի արդյունքում ընդդիմադիր համայնքի ղեկավարի թեկնածուն իր քվեն տվեց ԿՊ-ի
ՔՊ-ի տեխնացուին եւ անմիջապես դրանից հետո վայր դրեց մանդատը։ ՔՊ-ին հաջողվեց իրենց ներկայացուցին ընտրել համայնքի ղեկավար, սակայն 3 ամիս նիստ չգումարելու պատճառով ցրվեց։ Նշանակվեց արտահերթ ընտրություններ։ Վանաձոր 21 թվական դեկտեմբերի 5 մինչև օրս 4 տարի շարունակ ԿՊ-ն Վանաձորցուց գողացել է իր ընտրությամբ համայնքի ղեկավար ունենալու իրավունքը։ Ինչու՞։ Ով է վարչապետը ժողովրդի իրավունքի դիմաց, ընտրության դիմաց։ Իրական ժողովրդավարության պարագայում ոչ մեկը։ Իսկ ԿՊ-ի պարագայում փաստորեն իր ճաշակով է նշանակվում թե եւ ոչ թե ընտրվում քաղաքապետ։ Վարդենիս 21 թվական դեկտեմբերի 5 ԿՊ-ն ստացել էր 13 մանդատ, ընդդիմադիրները 14։ Փորձ արվեց խանգարել համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնման նիստի կայացմանը։ Համայնքի ղեկավարի երթման արարողությանը, չթողնելով ավականիներին մտնել քաղաքապետարանի շենք, գողացվեց Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին ու կնիքը։ Դրանք պահվեցին չհրկիզվող պահարանում եւ կապարակնքվեցին եւ դրանով փորձում էին ավականու նիստի որոշումը համարել չընդունված, քանի որ այն կնքված չէր։ Բերտ 22 թվական սեպտեմբերի 25 ընդդիմադիր ուժերի հաղթանակից հետո նրանց կողմից առաջադրված համայնքի ղեկավարի տեխնացուն գտնվում էր կալանավայրում։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել արդեն օգոստոսին։ Հաղթանակից հետո նա վայր դրեց իր մանդատը եւ ցուցակում հաջորդ անդամը նույնպես ենթարկվեց նման հալածանքների եւ նորից նրա նկատմամբ գործ հարուցվեց։ Նա նորից վայր դրեց մանդատը եւ վերջապես երրորդ փորձից միայն ընդդիմադիրներին հաջողվեց համայնքի ղեկավար ընտրել։ Անի 22 թվական սեպտեմբերի 25 հաղթեց քրեական հետապնդման ենթարկվող մեկ այլ տեխնացու։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել համայնքապետի հրաժարականի պահանջով տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո։ Երկարատև ակցիաներից ու չարաշահումների մեղադրանքով քրեական գործերից հետո անգամ գործող համայնքապետը հրաժարական չտվեց։ Գործն արտահերթի չհասավ ու նա հաղթեց իր մրցակիցներին ԿՊ-ին ու հայկական երազանքին։ Ալավերդի ոստիկանությունը շրջապատում է քաղաքապետարանը, թույլ չի տալիս, որ ավականու ընդդիմադիր անդամները ներկայանան նիստին։ Իրենք իրենցով ու ԿՊ թռածով նիստ են անում, համայնքի ղեկավար փոխում։ Ախուրյան Ընդդիմադիրների հաղթանակից հետո սկսվեցին ճնշումներ ընդդիմադիր ավականիների, համայնքի ղեկավարի նկատմամբ այնքան ժամանակ, մինչև ընդդիմադիր համայնքի ղեկավարը հրաժարական տվեց։ Երևան 23 թվական սեպտեմբերի 17 իշխանական ու իշխանամետ ուժերը ունեցան 32, ոչ իշխանամետները 33 մանդատ։ Իշխանական ուժին հաջողվեց հրավիրել համայնքի ղեկավարի ընտրության իրավազոր նիստ եւ իրենց 32 մանդատով ընտրել համայնքի ղեկավար։ Սակայն համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնման նիստը այդպես էլ քվորում չհավաքեց, իրավազոր չէր նիստը, սակայն այդ ամենը չխանգարեց ԿՊ ներկայացուցիչ համայնքի ղեկավարին չստանձնելով լիազորությունները օգտվել այդ լիազորություններից։ Փարաքար սպանվում է ընդդիմադիր համայնքի ղեկավարը եւ ուղիղ հաջորդ օրը վարչապետը այն բնութագրում է որպես վրեժխնդրություն ու իրավապահ մարմինները այդ բարկացը դիտարկում են որպես միակ ու անհերքելի, ինչպես Ազատի կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի դեպքում։ Այդ ինչպես է ստացվում։ Կարող է ձեր վարչապետը պայծառատես է, թե կարող եմ ողջամիտ կասկած ունենալ, որ ինքը նախապես տեղյակ է եղել դեպքերից։ Գյումրի 6 ամիս մտածելուց ու ավելի հարմար բան չկարողանալով գտնել, առաջ քաշեցիք կամ սարքեցիք կաշառակերության գործ։ Շոուն ինչի համար էր։ Այդքան ոստիկանական ուժի կենտրոնացումն ինչի համար էր։ Նրանց վրա ձեր իսկ ներկայացրած կաշառակերության գործի գումարից մի քանի անգամ ավել ծախսելն ինչի համար էր։ Գործ կար, կասկած կար, հրավիրեիք համապատասխան կառույց, հարցաքննեիք, բայց առանց շոուի։ Տեղի ունեցածը ուղղակի հարձակում էր ժողովրդի քվեի վրա։ Դուք չեք հանդուրժում ժողովրդի ընտրությունը, տեղական ինքնակառավարումը։ Օրենքի գերակայությունից եք խոսում։ Վաղաշապարտում արդեն խախտել եք նախընտրական քարոզարշավին վերաբերող օրենսդրական պահանջները, ընդամենը մի քանի օր է անցել։ Երբ եք ներողություն խնդրելու ժողովրդին խաբելու, ժողովրդից իրենց ընտրությամբ համայնքի ղեկավար ունենալու իրավունքը գողանալու համար։ Դուք շատ լավ հասկանում եք, որ այլևս սուտ խոստումներով քվե չեք ստանալու, հիմա էլ անցել եք վախեցնելուն։ Դուք բոլորից լավ գիտեք, որ ընտրություններում հաղթելու շանս այլևս չունեք։ Հույսները դրել եք վարչական ռեսուրսի վրա, մարդկանց նոր ստերով կերակրելու համար թեմաներ գտնելու վրա, ձեր դեմ պայքարողների նկատմամբ քրեական գործեր կարելու վրա։ Դուք շատ լավ հասկանում եք, որ ժողովուրդն այլևս ձեզ չի հավատում, որ ժողովուրդը ասֆալտը չի գերադասում հայրենիքից։ Խոսում եք անկախությունից, բայց նիկոլիզմի թեզերում սահմանում գովաբանում եք
շատերից մի անգամ կախվածությունը։ Սա ձեր 004 թե չգիտեմ որ երրորդ թեզն է։ Իհարկե առաջին հերթին այդ միան բազմաթիվ շատերը մեկը Ադրբեջանն է, մյուսը Թուրքիան։ Խոսում եք ժողովրդի իշխանությունից, այդ նույն թեզերում ասում եք, որ երկրի տերը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը քաղաքացին է, ով ապրում է Հայաստանում եւ ով պարտադիր չէ որ հայ լինի։ Ու դրան զուգահեռ ժողովրդագրության լուծումը տեսնում եք ներգաղթի մեջ հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներկայացնում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու իրենց պահանջը 2 վայրկյան։ Հայաստան տեղափոխվելու իրենց պահանջը եւ մինչեւ օրս դուք դա չեք մերժել։ Խոսում եք խաղաղությունից, բայց իրականում պատերազմի վտանգով վախեցնում եք ժողովրդին, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը երկիրը կտոր իրենց հանձնելը իրականացնեք Թումանյանի Չարի վերջի հերոս կկվի նման, բայց Չարի վերջը միշտ գալիս է, դու սևագրավ, ինչքան էլ զգուշ լինես, Չարի համար թե վաղ թե ուշ էդ է պահված, Աստված վկա։